Կտավատ յուրաքանչյուրս գիտի, որ կտավատը ոսկրերի համար դա անփոխարինելի է։ Մանավանդ եթե հոդերի խնդիր ունեք, ցավ ունեք, ապա անպայման պետք է օգտագործեք կտավատ, որովհետև կտավատը կարելի է ասել առաջիններից մեկն է, որը շատ լավ ազդեցություն է ունենում մեր ոսկրերի եւ հոդերի վրա։ Ինչ ենք անում։ Կարող ենք կտավատը ուղղակի լցնել բաժակի մեջ, մեկ թեյի գթալը, մեկ բաժակ ջրի մեջ, թողնել ամբողջ գիշեր, առավոտյան սոված վիճակում խմել։ Կարող ենք առավոտյան վեր կենալ, կտավատը աղալ, բայց պետք է աղալ այնպես այդ պահին օգտագործելու համար 15 րոպե հետո այն արդեն իր բոլոր ազդեցությունները կորցնում է։ Կարող եք որևիցե մի կամ մածունի մեջ, կամ կաթի մեջ, կամ հյութի մեջ, կամ ջրի մեջ, կամ ուղղակի աղացած վիճակով դնում եք լեզվի տակ ու մաքուր ջուր խմում մոտավորապես 200 գրամ։ Սիրելիներս, այն միկրոէլեմենտներով ու հանքանյութերով հարստացնում է մեր օրգանիզմը, ոչ միայն ապահովում է ոսկրերի նորմալ աշխատանքին, այլ ապահովում նաև արյան մեջ արյան բաղադրությունը, որպեսզի նորմալ լինի, կարգավորում է սիրտանոթային համակարգը եւ ակտիվացնում է, խթանում է մեր դիմադրողականությունը, նպաստում, որ մեր նյութափոխանակությունը նորմալ լինի։ Եթե ուզում եք նիհարել, ապա այդ ջրի հետ ընդհանրապես ավելացնում եք կես լիմոն եւ դուք գիտեք ինչքան լավ կնիհարեք, բայց այն պետք է օգտագործել առավոտյան եւ երեկոյան, այսինքն առավոտյան մենք խմում ենք արդեն երեկոյան լցրած մեկ բաժակ ջրի մեջ այս կտավատը, վրան ավելացնում կես լիմոն եւ երեկոյան նույնպես այդպես ենք անում։ Եթե դուք կտեսնեք, ձեր եւ աղիները նորմալ կաշխատի եւ քաշը աշճանաբար կպակասի։ Առաջանում է այրոց, ապա այդ դեպքում պետք է դիմել գաստրոէնտերոլոգին, որովհետեւ եթե թթվային միջավայր է լինում ու այնտեղ լինում է այրոցներ, այդ նշանակում է, որ խնդիր կա ձեր ստամոք-ծաղիկային տրակտում։ Դիմել բժշկի, շարունակել բուժում ու նաև շարունակել իմ այս հրաշալի բաղադրությունը, որը ձեզ կազատի, կձերբազատի ավելորդ քաշից, չէ՞ որ ավելորդ քաշը հենց ինքը նշանակում է, որ ձեր օրգանիզմը ամբողջ օրգան համակարգն է հիվանդ։ Սիրտը ճարպի մեջ է, ստամոքսը, ներքին օրգանները բոլորը ճարպ են եւ ճարպի մեջ գտնվող օրգանը չի կարող նորմալ իր աշխատանքը կատարել։ Դրա համար նիհարել է պետք, դրա համար առողջանալ է պետք, սիրելիներս։ Նիհարենք, որպեսզի լինենք միշտ առողջ։